Հարգելիներս, ուզում եմ կիսվեմ այսօրվա մինչև այժմ տեղի ունեցած դեպքերի մասին։ Նախ գրանցվեցինք ՄԱԿ-ի գլխավոր այսօր նիստերից մեկն է, որտեղ ներկա են ոչ միայն ազգային փոքրամասնությունները, այլև ցանկացած պետություն, որը եկել է, որ եթե իր ազգային փոքրամասնությունը իր դեմ խոսի, իրեն ուղղակի միանգամից դեմ դուրս կան, թույլ չտան հարցը խոսի։ Քանի որ այստեղ բնիկների իրավունքի վրա գրանցված է Թուրքիան, բայց իր տեղը տվել է Ադրբեջանին, թե ադրբեջանցից ինչ բնիկ, բնականաբար եկել էին մեր դեմ ինչ-որ շանտաժ անելու։ Դե մենք բնականաբար միամիտ չենք ու վախկոտ չենք Հայաստանի կառավարության նման, որ ադրբեջանցուն տենանք, ասենք ինքը ճիշտ է, մենք սխալ։ Պարոն Արմենակ Աբրահամյան, Արևմտյան Հայաստանի նախագահ, խոսեց Թուրքիայի Եղեռնի հայոց հարցի համար եւ դա օրակարգ ընդգրկեցին, եկան հատուկ տվեցին, որ ձեր ելույթը ընդգրկված է օրակարգ քննարկման, ձայնագրման եւ այլն, սպասում ենք Ադրբեջանի պատասխանին, բայց Ադրբեջանի պատասխանը մինչեւ այժմ դեռ չկա, բնականաբար պիտի դուրս գա հերքելու։ Ինձ կողքին նստած են Ռուսաստանի կառավարությունը, բախտի բերմամբ, թե միամտությամբ կողքս նստած է Ռուսաստանի կառավարությունը, այսինքն դեսպանները, ներկայացուցիչները եւ այլն, մեծ դելեգացիա էր բավական 11-12 հոգանոց, եւ սկսեցին տեղի փոքրամասնություններից մեկը հենց խոսեց, միանգամից բողոքեցին, որ օրենքից դուրս են նրանք խոսում, իսկ թվում է դա չպետք է ձեն հանեին, չնայած իրավունք չունեին, գործից կհանեին այդ մարդկանց, եւ միանգամից ինչքան փոքրամասնություն կա Ռուսաստան թռա վերստներին, ինչքան բուրյատ, վեն, վեպս, ինչ ասեմ, Սելկուպ, Շորիացի, Մարի, Մորդվա, բոլորը սկսեցին հակառուսական խոսալ, գումարած նաև Ուկրաինայի կառավարությանը։ Ռուսաստանը մինչև նիստի վերջ այս ժամը մինչև ընդմիջում չպատասխանեց, երևի երկրորդ մասում փորձի էլի պատասխան տալ, որովհետև հատուկ երկրները մտնում են ներս, երկրի կառավարությունները մտնում են ներս, որպեսզի թույլ չտան իրենց դեմ ոտնձգություն լինի, որ ՄԱԿ-ը այդ թուղթը ընդունի։ Մի հետաքրքիր բան ասեմ, որին ներկա եղա ես եւ շատ ուրախալի, այո, ՄԱԿ-ի կողմից ճանաչված է, եթե երեք բնիկների ելույթներն էին, բնիկ ազգերի ելույթներն էին, այդ ժամանակ բնիկների մոտ մտնում են ուրիշ փաստաթղթով, այսինքն նրանց ներս մտնելու փաստաթուղթը լինում է կարմիր գույնով։ Մենք այսօր առավոտ մտանք, մեր փաստաթղթի համար կանգնեցրեցին, թե ինչ եկեք է ազգային փոքրամասնությունների բնիկների հետ, տեսան, որ մեր թուղթը կառավարական է, փաստորեն ներողություն խնդրեցին, դա եւս մեկ ապացույց էր, որ ներողություն խնդրեցին, կանաչ թուղթեր մերը, որ բոլոր կառավարությունները, ովքեր գրանցված են, ճանաչված են ՄԱԿ-ով, ունեն կանաչ փաստաթուղթ եւ կանաչով ենք մտել մենք առանց հերթ պետությունների հետ մեկտեղ։ Սա եւս մի ապացույց, որ Արևմտյան Հայաստանը սա կայացած պետություն է, կայացած կառավարական համակարգով, դիվանագիտական մասշտաբով, մնում է մեր ժողովրդի, հայ ժողովրդի աջակցությունը, հատկապես Սփյուռքի, որ այն կայանա։ Հակառակ դեպքում Գագիկը գնա, պարոն Արմենակը գնան, թե Տիկին Լիդիան գնա, մենակով կամ 10 հոգով կամ 50 հոգով կամ 500 հոգով կամ 5000 հոգով հարց չի լուծվի, ամենածիծաղելին գիտեք որն է, ցավալին, որ ես ձեր հետ պիտի կիսվեմ, այստեղ են եկել 300-ից մինչև 5000 կամ 10000 կամ 50, 100,000, 200,000, կես միլիոն, 1 միլիոն ազգությունների ներկայացուցիչներ, օրինակ տուարեգներն էին եկել, տուարեգները բավական շատ են հենց իրենց տարազներով, իմիջիալոց շատ հետաքրքիր էր, դեմքները փակ, այդ յուբկայա նման շորերով տղամարդիկ, տեսեք, իրենք հիմա պատերազմ են վարում, քանի անգամ իրենք պատերազմ են վարել ու ահավոր ջարդել են, հիմա էլ ջարդում են Մալիի կառավարությունն ու ռուսներին, բայց իրենք եկել են իրենց իրավունքները պաշտպանելու, բարձրաձայն ասում են, մենք պիտի անենք տերոր, պատերազմ, մինչև մեր հողը ազատվի, բայց Հայաստանից մենք 51 միլիոն հայ ունենք, տեսնում ենք, որ Արևմտյան Հայաստանին թերահավատորեն են վերաբերվում։ Ժողովուրդ ջան, սա տհաճ չէ, սա պիտի աչքերը բացվի մարդկանց, որ հավատան, որ գործ անողը մենք ենք, դե թող Հայաստանի կառավարությունը ներկա լիներ որպես պետություն, ինչի չկար։ Լսեց Արևմտյան Հայաստանն է, կային մի հատ տեսնեն, այդ ինչի ռուսը կգա հատուկ, ռուսական դելեգացիան եկավ հատուկ ինձ բարևեց, որտեղ բնականաբար այստեղ միայն ես եմ ռուսերեն խոսում, հայկական կառավարությունից Արևմտյան Հայաստանի։
հա, եկան, խոսեցին, կողքս նստեցին եւ այլն, Հայաստանի կառավարությունը չեկավ։ Չկա գոյություն չու, ինչի չեք եկել։ Կամ հենց հիմա տեղ Ադրբեջանը մի հատ հարց էր ներկայացնում, հա, ներկայացնում, որ Հայաստանը նվաճող է, որ ինքը միշտ ասում է նվաճող է, Հայաստան չպետք է լինի, այդ մեր հողն է։ Բա դրա դիմացով պետք է պայքարի։ Միայն Արևմտյան Հայաստանի կառավարությունը, հա։ Հետո էլ ասելու եք ՄԱԿ-ը որոշում ընդունել ընդդեմ Հայաստանի։ Ուր էր Հայաստանի կառավարությունը։ Ես ձեզ եմ հարցնում, որ այդքան ասում եք Հայաստանի կառավարություն, բա ուր էին։ Թող գային իրենց իրավունքը պաշտպանելու ազգային։ Բա հիմա Ադրբեջանը հելնում է ու մի հատ որոշում անում, թե Սյունիքը, Սևանը, ամեն ինչը մեզանից խլել են ու պատասխան չկա։ Դա գրանցվում է մակինիստերին, գնում է խոսալու Հայաստանի ներկայացուցիչը ուլի պես գոյություն չունի։ Գնացել է շոքին ես իմ ծով որտեղ լողանալու։ Եթե սխալ եմ, ինձ ասեք, ժողովուրդ ջան, սխալ ես։ Ինչի օնլայն չեմ անում, ժողովուրդ ջան, որտեղ այս տարածքից գրվում է օնլայն չի կարելի, ես չեմ ուզում օնլայն անեմ, սա վիդեո կանեմ կգցեմ։ Պարզ է, դրա համար իմ համար ամենակարևոր բանը, որ հայը ժամանակին իր տեղում լինի։ Եվ չփորձեն միայն Հայաստանի Հանրապետությամբ խաբեն այդ փոքր տարածքով, հսկայական Արևմտյան Հայաստանը թողնեն։ Վիլսոնի գծած Հայաստանը թողնեն։ Վիլսոնի գծած Հայաստանն էլ Հայաստանի միջի թշնամիները Հանձինես Պապյան եւ մի քանի հոգու վերցրել են իբրև առաջնահերթություն, բայց ժողովրդին մոլորեցնում էին, որ իրենց ճանապարհով գնա։ Ամիսը Ժիրոյի ասած 200,000 փող էի հավաքում Ամերիկա, փողին փող չի ասում։ Ժիրոյի խոսքերն։ Բա ինչի տենց եղավ։ Ինչի չեն կարողանում մի հատ այդքան տարի փող էի հավաքում մտնեիք ՄԱԿ։ Ինչի պիտի միայն Արևմտյան Հայաստանի կառավարությունը զբաղվի Սփյուռքի ու հայերի գործով։ Դե զբաղվեիք Ժիրոյ։ Այնքան Նիկոլի հետևից, Սերժի հետևից գնացիք մտակ ստենդը, դրա համար է հավաքածը ծեները ի օգուտ նաև իմ եւ մյուսների աշխատանքի դարավ 3000։ Էլ չշարունակեմ իրենց մասին, ես չեմ ուզում բողոք ներկայացնել, հիմա պետք է պոզիտիվը ներկայացնենք։ Մենք պայքարում ենք հայ ժողովրդի համար։ Սփյուռքի համար, Սփյուռքին խնդրում եմ եւ պահանջում եմ, բոլորդ ակտիվ եղեք, գրանցվեք ու փորձեք գրանցվել Արևմտյան Հայաստանին, որպեսզի պետությունը ուժ ունենա։ Ինչքան դուք գրանցվում եք Արևմտյան Հայաստանին, այնքան Արևմտյան Հայաստանի ուժը բարձր է լինի։ Պարզ է, եւ ճանաչեք Արևմտյան Հայաստանի կառավարությունը որպես ալտերնատիվ ոչ թե Հայաստանի, այլ հայկական հողերի։ Քանի որ Նիկոլ Փաշինյանը հրաժարվել է Արևմտյան Հայաստանից, Արևելյան Հայաստանի 90%-ից։ Արցախից հրաժարվել է, Նախիջևանից հրաժարվել է, Գարդեմանից հրաժարվել է, Նոր Շիրական Պարսկահայքից հրաժարվել է։ Պարզ է։ Հրաժարված է այդ մարդը, ասում է Հայաստանը էսել չի, հələ մի քանի գյուղել բան տանք, սարեր տանք, այս տանք, այն տանք։ Ուրեմն այստեղ ժողովուրդ ջան, մի բան ասեմ ձեզ, երեկվանից մինչև այսօր անընդհատ բարձրացնում են ջրի հարցը։ Աշխարհում ջուրը շատ կարևոր հարց է։ Ջուրը կյանքի նման անհրաժեշտ բան է, ժողովուրդ ջան։ Ջուրը կյանք է։ Հայաստանի Վարդավառի նկարները, եթե ցույց տան ասեն ջուրը վատնում են, պատկերացնեք այդ հայի համար ուղղակի մակում անհարգալի վերաբերմունք է լինելու ժողովուրդ։ Նիկոլը ջուրը տալիս է, Սևլիճը տալիս է, մենշների սապեք տարին 8 ամիս ձյունա ու ջուրա։ Ադրբեջանում այսօր ջուր չկա, ջուրը մոտավորապես 180 գյուղերում վաճառվում է։ Հայաստանում ջուր կա, Վարդավառ են խաղում ազգային տոն, թող խաղան, խնդիրը չէ։ Խնդիրը այն է, որ մենք ոչ մի բանին չենք վերաբերվում խնայողությամբ, դրա համար էլ ամեն ինչը կորցնում ենք, հողն ենք կորցնում, հայրենիքն ենք կորցնում, ծառերն ենք կորցնում, բնությունն ենք կորցնում։ Լավ, մեկը պիտի լինի, որ ժողովրդին գլխի գցի։ Մեկը պիտի լինի, որ ընդհանուր Հայաստանի մասին ասի։ Հանքերն են քանում տալիս սրան, նրան, ռուսին, նրան։ Եվ վերջում ուզում եմ այս փոքր նյութը ավարտեմ մի հետաքրքիր հումորային իրականությամբ, որ անհնար է սա չասեի, ես Տիկին Լիդիային Արևմտյան Հայաստանի վարչապետ ասել եմ Տիկին Լիդիա, սա ձեր հետ կատարված ամենահումորային դեպքն է, որը պարտավոր եմ պատմել մեր հանդիսատեսին։ Ուրեմն Տիկին Լիդիան ապրում է հենց այստեղ Ժնևում, հա, եւ բացի Արևմտյան Հայաստանի վարչապետից նաեւ այլ պետական աշխատանք ունի։ Շաբաթ կիրակի գնում է հայկական եկեղեցի, աղոթելու, մոտենում է մի հատ Նիկոլա Զավր տղամարդ, ճանաչելով, որ Արևմտյան Հայաստանի կառավարությունից է, բայց չգիտի, որ վարչապետն է, էլի։ Մոտենում է մի անգամից, օրինակ դուք ինչի Հայաստանի կառավարության հետ չեք, հա, ինչ եք բաժանում, բան սենց անկապան, ասում է հանգստացի, որտեղ մենք հարց ենք լուծում հանուն Հայաստանը, մենք չենք բաժանում։ Թող Հայաստանը լուծի,
Մենք մեր համար, եթե Հայաստանը համաձայնվեր լուծեր, իհարկե, դա լինում է Հայաստանը, եթե այդքան լավ լներասեր այս հողի համար հարց եմ լուծում, բնականաբար մենք կլինենք ոնց որ ինքնահռչակ։ Բայց դա հրաժարվում է։ Եվս Նիկոլա Զավրը ջղայնացած հարցում է Տիկին Լիդիային։ Օրինակ Նիկոլը քո վարչապետը չի։ Տիկին Լիդիան պատասխանը. հանգստացիր եղբայր, ես եմ Արևմտյան Հայաստանի վարչապետը։ Պատասխանեք ինչ մի հետաքրքիր տեսարանը իմ ուշքս գնաց, քանի որ Արևմտյան Հայաստանի վարչապետին մոտենում ասում են Նիկոլը քո վարչապետը չի, չէ իմ վարչապետը չի, ես Արևմտյան Հայաստանի վարչապետն եմ եւ Շվեյցարիայի քաղաքացի։ Արևմտյան Հայաստանի քաղաքացի եմ եւ Շվեյցարիայի։ Այսինքն Նիկոլա Զավրի համար ուզում է լինի Շվեյցարիա, ուզում է լինի Անգլիա, ուզում է լինի ես իմ Շիրակի որևէ մի գյուղը, նրա համար վարչապետ աշխարհի համար Նիկոլ։ Հարգելիներս, այս մտածողությամբ մարդկանց, եթե կկարողանան ընթացքում փոխվել, եթե չէ բարի ճանապարհ։ Մենք կյանքում չենք ընդունում կրավորական հայերին, որոնք միայն խոսելու եւ խորոված ուտելու հայ են։ Գործի միջի հայ չեն։ Այսքանով ուզում եմ ավարտեմ հաղորդումը։ Բոլորիդ մաղթում եմ լավ օր, մեզ լավ աշխատանք։ Առայժմ ստեսնյուն ձեզ։